Տիրոջ այսօրվա համար։ Հավատացնում եմ քեզ, եթե անկեղծ լինես, մեծ առիթը, ամեն մի օրը, երբ արթնանում եք, երբ աչքերդ բացում եք, ձեր տանը, ձեր անկողնու մեջ, փառք տվեք Տիրոջը, ամեն անգամ, երբ կգաք Տիրոջ տուն, փառք տվեք Տիրոջը, որովհետև ամեն ինչ չի, որ կարող է այնքան մեծ հետևանք ունենա, որքան Տիրոջ տանը քո լինելը։ Ինչև է, փառք Տիրոջը։ Ես անմիջապես ուզում եմ անցնել պատգամին։ Ուզում եմ ասել հետևյալը. մեծագույն կորուստը, ամենաթանկ ու անգին, որ երբևէ եղել է, դա Աստծո դրախտում է եղել։ Աստծո դրախտում, Եդեմի պարտեզում, մարդն այնտեղ կորցրեց իր ազատությունը։ Ես խնդրում եմ, ուշադիր եղեք։ Եթե դու եկել ես իսկապես ոչ թե զգացմունքներ շարժելու, այլ ինչ որ մի բան սովորելու, խնդրում եմ ուշադիր եղի։ Մարդը կորցրեց իր ազատությունը։ Սուրբ Գիրքն ասում է 2 Պետրոս 2:19-ում, որովհետև ինչ բանից որ մեկը հաղթվի, հենց նրա ծառան է։ Մարդը պարտվեց, մարդը պարտություն կրեց, հաղթվեց եւ դարձավ ծառա։ Երբ Ադամը մեղանչեց, այդ ժամանակ դեռ զավթիչներ չկային, նվաճողներ չկային։ Նրանք ուղղակի չէին ծնվել, նրանք հետո պիտի ծնվեին։ Բայց Ադամը եւ նրա հետ նաեւ նրա սերունդը կտրվեց ազատության աղբյուրից եւ գերեվարվեց։ Հիսուսն հետո պիտի ասեր. ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է։ Ամենամեծ ծառայությունը, որ երբևէ մարդկությանը ողբերգություններ է պատճառել։ Դա ստրկության, դա մնացած տեսակի ծառայությունները, գերությունները չէին։ Դա մեղքի գերությունն էր, որից սկիզբ առավ մնացած բոլոր տեսակի գերությունները։ Դրանից հետո ամեն մարդ, ամեն արարած ծնվեց առանց ազատության, եւ ազատության համար պայքարը դարձավ ամենամեծ եւ գլխավոր պայքարը ամբողջ պատմության ընթացքում։ Ազատության մասին հազարավոր գրքեր են գրվել։ Ազատության մասին հազարավոր ֆիլմեր են նկարվել։ Ազատության մասին հազարավոր բանաստեղծություններ են գրվել։ Ես մեկը կրճատումներով կարդամ։ Ազատ Աստված այն օրից, երբ հաճեցավ շունչ փչել, իմ հողանյութ շինվածքին կենթանություն պարգևել։ Ես անբարբար մի մանուկ, երկու ձեռքս պարզեցի եւ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի։ Ամբողջը չկարդամ, ամեն մի տողից, ամեն մի տնից երկու տող։ Եվ այն օրից ուխտեցի ազատությունը սիրել։ Այնուհետև ազատություն դուրս թռավ իմ մանկական բերանից։ Այնուհետև ազատություն սիրողին այս աշխարհը շատ նեղ է։ Ես մինչ իմահ կախաղան, մինչև անարգ մահվի սյուն, պիտի գոռամ, պիտ կրկնեմ, անդադար ազատություն։ Իհարկե այն ազատությունը, որի մասին գրել է Միքայել Նալբանդյանը, մենք գիտենք, ինքը հեղափոխական էր։ Բայց գոնե Միքայել Նալբանդյանից, գոնե մի 100 տարուց ավելի հետո մենք տեսնում ենք, որ այն ազատությունը, որին ձգտում էր, որի համար նվիրել էր իր ամբողջ էությունը, այդ ազատությունը, որին հավատում էին, թե դա իսկապես ազատություն է, ուր հասցրեց մեզ։ Համենայն դեպս ազատության համար պայքարը մինչև այսօր էլ մեծ թափով է ընթանում։ Գերության, ստրկության շատ տեսակներից այսօր մարդկությունն իսկապես ազատվել է, բայց գլխավոր պատճառը, որի հետևանքով են հաստատվում կամ որի հետևանքով են իրենց թագավորությունները բերում բոլոր տեսակի գերությունները, դեռ մնում է, որովհետև բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Ամենամեծ
ազատության կորուստը նորից կրկնում եմ, տեղի ունեցավ մարդու մեղք գործելուց հետո։ Ամենամեծ ազատությունը մարդու կյանքում գալիս է միայն ու միայն մեղքից ազատվելուց հետո։ Ամեն։ Ուզում եմ հասկանաք, ուզում եմ լրջությամբ հասկանաք քրիստոնեությամբ բերած օգուտը քո կյանքում։ Սա համեմատելու եւ չափելու չի որևէ տեսակ հարստության հետ, որևէ ձեռքբերումի հետ։ Մարդն ուղղակի մեղքից ազատվելով իսկական ազատություն է ձեռքբերում։ Ես ազատ եմ։ Ազատ եմ ապրելու եւ ազատ եմ մեռնելու։ Հալելույա։ Մեծագույն ազատությունը բերեց մեղքի գերությունից ազատությունը։ Փառք Տիրոջը։ Աստված տեսավ մարդկության փորձը գերությունից ազատվելու, մարդկության փորձը ներքին գերությունից եւ արտաքին գերությունից ազատվելու, որ ամեն անգամ անհաջողության էր մատնվում, Աստված որոշեց իր հավիտենական ծրագրի մեջ տեղավորի մարդկությանն ազատելու իր ծրագիրը։ Եվ ահա Եսայա 61:1 Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերն օծել է ինձ, նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու, կապվածներին արձակում Տիրոջ ազատության օր հռչակելու։ Հալելույա։ Հենց այս հատվածն էր, հենց այս տեղն էր, հենց այս գլխից էր Հիսուս Քրիստոսի իր ծառայությունն սկսելու առաջի ժողովարան մտած ժամանակ կարդացած հատվածը։ Այս խոսքերը ընթերցելով Հիսուս հայտարարեց իր ծառայության մասին։ Նա օծված էր, ուղարկված էր գերիների խնդիրը լուծելու համար։ Ես հայտարարում եմ այս ամբիոնից, Հիսուս եկավ, որպիսի գերությանը գերի բռնի։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Ուզում եմ հայտարարել ամեն ցանկացողի համար, ամեն հավատացողի համար, այլևս չկա ոչ մի գերություն, որից հնարավոր չլինի ազատագրվելու։ Ես ազատ եմ։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ դու ուրախանաս այդ ազատության համար։ Ես իհարկե մեկ պատգամի ընթացքում չեմ կարող հասցնել բոլոր տեսակի գերություններին անդրադառնալ, բայց ուզում եմ դու գիտենաս, որ գերությունները շատ տեսակներ ունեն եւ շատ դրսևորումներ ունեն։ Անկամ մենք չենք պատկերացնում, թե որքան շատ են այդ գերության տեսակները։ Համենայն դեպս։ Նայեք տեսեք, թե ինչպիսի հրաշքով Աստված Իսրայել ժողովրդին ազատեց Եգիպտոսի գերությունից։ Բայց նրանք չազատվեցին գլխավոր գերությունից, մեղքի գերությունից, չարության գերությունից։ Այդ պատճառով էլ նրանք հազարներով անապատի մեջ ընկան, ազատված լինելով ֆիզիկական գերությունից, ազատ լինելով ստրկությունից, ազատ լինելով ամեն տեսակ արտաքին բաներից, նրանք գերի մնացին իրենց ներքին գերությանը եւ այդ պատճառով ուղակի կործանվեցին։ Փառք Տիրոջը սրա համար, թեկուզ որ նրանք ազատվեցին Եգիպտոսի գերեվարողներից, բայց նրանք ազատ չէին, ուղղակի ազատ չէին, նրանց սիրտն ազատ չէր։ Նրանք ուղղակի նախկինի պես մնում էին գերի։ Նրանց սիրտը դեռ գերության երկրում էր, այնպես ինչպես, ցավով պիտի նշեմ, շատ քրիստոնյաների սիրտը դեռ այնտեղ է, դեռ շատերը պարծենում են իրենց լավ բաներով, որ ունեին մինչև քրիստոնյա դառնալը։ Ախպեր ջան, կարծում ես միշտ տաքսիստ եմ եղել։ Հասկանում եք, չէ՞, հիմա թևավոր այսպիսի բան կա։ Գիտեք ով էի ես։ Ես անգամներ առիթ ունեցել եմ այս մասին ասելու, էլի եմ ասում։ Նողկալի է, երբ որ քրիստոնյան կարող է հետ նայի
ու այնտեղ մի բան տեսնի լուսավոր, որով կարող է պարծենալ։ Ալելույա։ Խավարով ոչ ոք չի պարծենում, գերությունով ոչ ոք չի պարծենում, ամոթ առաջացնող ինչ որ մի բանով մարդն իրավունք չունի պարծենալու։ Ես ազատ եմ գերությունից, փառք Տիրոջը։ Ես արդեն ասեցի, երևի ձեզանից է շատերը շատ ֆիլմեր են նայել, որտեղ ֆիլմերի հիմնական սյուժեն եղել է ազատությունը, գերությունից ազատվելը, ստրկությունից ազատվելը։ Մի ֆիլմ կա, միգուցե շատերը տեսած լինեն, որ նկարված է մի շատ հայտնի գրքի թեմաներով, Քերի Թոմի Հյուղակը, շատ ազդեցիկ, սևամորթների ազատագրության, ստրկությունից ազատվելու պատմության մասինը։ Մի շատ բարեպաշտ սևամորթ մարդ, որ ազատ էր, քրիստոնյա էր եւ ուներ իր ազատությունը անգամ ստրկության մեջ։ Այդ մարդու տերերը նույնպես բարեպաշտ մարդիկ էին եւ այս մարդը զգում էր այդ գերության մեջ լիակատար ազատություն։ Եվ ինքը իսկապես ազատ էր։ Հետո իրադարձություններն այնպես դարսավորվեցին, որ ինչ որ մի ուրիշ տեր ունեցավ, ընտանիքից հեռու, եւ այդ տերը շատ չար մարդ էր։ Իսկ այդ մարդը շարունակում էր իր ազատությամբ ապրել։ Եվ այնպես ստացվեց, ես շատ չերկարացնեմ, որովհետեւ իմ նպատակը ֆիլմը ներկայացնելը չի։ Եվ այնպես ստացվեց, որ չմատնելու եւ փախուստի դիմաց մարդկանց անունները եւ նրանց գտնվելու տեղը չհայտնելու պատճառով նրան այնքան Տերը հրամայեց ծեծեն, որ արդեն նա մեռնում էր։ Այդ մասին լուրը լսեց նախկին տիրոջ տղան եւ վերցրեց գումար, եկավ որ այդ նախկին ստրուկին ազատի։ Երբ որ եկավ, սա արդեն մեռնում էր։ Առաջի բանը, որ նախկին տիրոջ տղան, որ դեռ լավ հուշեր ուներ, թե ինչպիսի հրաշալի մարդ էր, այս մարդը, երբ որ իրանց տանն էր, եկավ որ ազատի, Քերի Թոմն արդեն մեռնում էր, մահվան մեջ։ Առաջի բանն ասավ, ես եկել եմ քեզ ազատելու, ազատություն եմ բերել քեզ, որին ի պատասխան, Քերի Թոմը պատասխանեց, ես ազատ եմ։ Դու չես կարող ինձ ազատություն տալ։ Եվ այդ մարդիկ, որոնք կարծում էին ինձ որպես գերի ու ստրուկ էին պահում, նրանք էլ շատ միամիտ էին, որ մտածում էին, թե ես գերի եմ, ես ազատ եմ։ Ամեն։ Ես ազատ եմ։ Փառք Տիրոջը, գոհություն Աստծո։ Ես որպեսզի տարբեր պատմություններով եւ տարբեր գրքերից մեջբերումներ չանեմ, որովհետեւ դրանք իսկապես շատ են ու այնքան շատ, որ ցանկացած գիրք եթե վերցնես ձեռքդ կամ գրեթե ցանկացած գիրք, այդ մասին դու կհանդիպես։ Ուզում եմ ասել, ազատությունը Աստծուց է։ Ալելույա։ Մարդը երջանիկ է, երբ որ ազատ է։ Գերությունը սատանայից է։ Մարդը դժբախտ է, երբ որ ազատ չէ։ Ասեք ամեն։ Սա շատ է կարևոր, որ մենք գիտակցենք որպես քրիստոնյաներ, որովհետև շատ քրիստոնյաներ կարիք ունեն այս մասին լուրջ տեղեկանալու եւ կարիք ունեն այս ազատությանը հավատալու, կարիք ունեն այս ազատության մեջ հարատևելու, կարիք ունեն ուղղակի երջանիկ լինելու, բայց նորից կրկնեմ, առանց ազատության որևէ մարդ չի կարող երջանիկ լինել։ Շատ մի պրիմիտիվ օրինակ բերեմ, երբ որ մարդը իրան երջանիկ ազգում, երբ որ ինչ-որ մի գեղեցիկ շոր է հագնում, այսինքն այս մարդը դեռ ազատ չի իսկական ազատությունով, երբ որ այդ գեղեցիկ շորը չկա, որն իրա տերն է, ուրեմն ինքը դժբախտ է եւ երջանիկ չի։
Ես մանր օրինակ բերեցի, ավելի լուրջ բաների կգնանք, բայց չէ որ մեր կյանքը հենց այսպիսի մանր բաներով է լցված, մեր ամեն օրը այսպիսի մանր բաներով է լցված, առավոտ արթնանում ենք ու ինչ ենք անում, սառնարանի դուռն ենք բացում, առավոտ արթնանում ենք մառանի դուռն ենք բացում, առավոտ արթնանում ենք նախաճաշ ենք անում, երեկոյան գալիս ենք հավաքվում ենք նորից նույն խնդիրները, նորից նույն ամանները, նորից նույն սառնարանը եւ նորից նույն տերերը, եթե դրանք տերեր են հայտնվում են, կամ քեզ դժբախտացնում, կամ քեզ երջանկացնում, եթե իհարկե քո սիրած ճաշն է, յուղալի, համեղ, դու արդեն երջանկացար, իսկ եթե հակառակը, դու արդեն դժբախտ ես, սա էլ կյանք է, մենք էլ պիտի ասենք, ահա, ես ապրում ենք, հա, մի կտոր չոր հաց, մեր ապրուսն ինչ է, մի կտոր չոր հաց, են էլ հրեհա երկնքից կախված, Հալելույա, ձեր աչքերը վերև բարձրացրեք և տեսեք իսկական ազատությունը, իսկական ազատողին, փառք Տիրոջը, Հալելույա, Իսկապես կարևորելով բոլոր տեսակի ազատությունները, թե իրավական ազատությունը, թե քաղաքական ազատությունը, հիմա շատ է խոսվում մարդու իրավունքների ազատության մասին, արտահայտվելու եւ մնացած շատ բաների մասին, որ մենք հասկանում ենք դրանք կարևոր են, բայց մենք միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դրանք հետևանք են եւ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել, որովհետեւ եթե չկա իսկական ազատությունը, մարդը չի կարող ազատ լինել Իսկական ազատ մարդ միայն կարող է հաշտվի այն մտքի հետ, որ իր դրացին էլ իրավունք ունի, իր նման ազատ խոսելու։ Ամեն։ Իսկական ազատ մարդը միայն կարող է հասկանա, որ իր դրացին էլ իրավունք ունի, իր նման հարուստ լինելու կամ իրենից ավելի հարուստ լինելու։ Իսկական ազատ մարդը միայն կարող է ընդունի այն իրականությունը, որ իր նման մարդն իրավունք ունի, իր նման երջանիկ լինելու, ամեն, փառք Տիրոջը, հերիքա որ մարդկությունը հասկանա Հիսուսի խոսքերից ընդամենը մեկը և սա հավատքով ընդունի, սա իր համար իսկապես կատարյալ ազատության հիմք կարող է հանդիսանալ, ինչ որ ուզում ես, որ մարդիկ անեն քեզ, այդպես վարվի մարդկանց հետ։ Ալելույա, այսպես կարող են վարվել միայն ու միայն ազատ մարդիկ։ Իա, բա ես, դուք չգիտեք, որ ես ես եկեղեցու հովիվն եմ։ Իա, ես ու դու նույն ազատությունն ունենանք, բա ես եղավ արդարացի, Չէ, արդարացի չեղավ, բայց ոչ թե քո օգտին, այլ նրանց օգտին արդարացի չեղավ, որովհետև դու նրանց ծառան ես։ Նրանք ավելի շատ պիտի խոսեն, իսկ դու ավելի շատ պիտի լսես։ Ընդհանրապես, ազատ աշխարհում կամ մեն աշխարհում, որը իրեն ազատ է կոչվում, այսպիսի մի սկզբունք կա։ Գնորդը միշտ արդարացի է, Գլենտ всегда прав։ Եթե այդպես է, ուրեմն, դու միշտ ճիշտ ես։ Լսի, ես քեզ մոլորության չեմ տանում։ Ես իմ խոնար դիրքն եմ ուզում ցույց տալ եւ բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում, որ այստեղ կանգնելը դա առավելություն չի, պատասխանատվություն է։ Ես սա եմ ուզում շեշտեմ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես ազատ եմ։ Դու էլ ես ազատ։ Փառք դու Տիրոջը քո ազատության համար։ Նորից նշեմ, շատ կարևորելով բոլոր տեսակի ազատությունը, Պողոս առաքյալը համենայն դեպս շեշտը տնում էր իսկական ազատության եւ իսկական ազատության աղբյուրի վրա։ Նայեք տեսեք։ Առաջի Կորինթացիս 7-րդ գլխի 20-23 համարները ամեն մեկը ինչ կոչումի մեջ որ կանչվեց, նրանում թող մնա, ծառայես կանչվել, հոգ մի արա կամ մի վախեցի, բայց եթե կարողանաս ազատվել, օգտվիր այդ հնարավորությունից,
Որովհետև Տիրոջ կանչած ծառան Տիրոջմով ազատված է։ Ճիշտ այդպես, ինչպես ազատ կանչվածը Քրիստոսի ծառա է։ Մեծ գնով եք գնվել, մարդկանց ծառա մի եղեք։ Ալելույա։ Ինչ էր ասում Պողոսը։ Ասում էր վերցրեք ձեր թուր ու թվանքը ու դուրս եկեք ձեզ գերեվարողների դեմ։ Իհարկե այդ չէր ասում։ Ասում էր եթե հնարավորություն կա, գերադասելի է, ավելի լավ է, եղի ազատ եւ մարդկանց ծառա մի եղի։ Բայց եթե ոչ հոգ մի արա, դու արդեն ազատ ես այն ազատությունով, որով Քրիստոսն ազատեց քեզ։ Ինչ կոչումի մեջ որ կանչվել ես, նրա մեջ մնա։ Մեզանից շատերը մտածում են, եթե հիմա մի գործ տնենք, մի բիզնես տնենք, մի այսպիսի հաջողություն ունենանք, գիտեք ինչ կլինի։ Ինչ կլինի, ոչինչ էլ չի լինի։ Գերությունդ կմեծանա, եթե դու չհասկանաս իսկական ազատության աղբյուրը։ Եվ շատ շատերը հենց այսպես դառնում են ինչ-որ բանի գերի։ Շատ շատերին հաջողությունը գերի է դարձնում։ Հաջողությունն Աստծուց է, օրհնությունն Աստծուց է, բայց ես պիտի աղոթեմ, բոլոր նրանք, ովքեր այդ դրանից գերի կդառնան, Աստված նրանց զրկի բոլորովին դրանցից։ Կամ ծափ տվեք լավ, կամ էլ մի ծափ տվեք։ Հալելույա։ Փառք Տիրոջը, որովհետև Պողոսն ասում էր, դա փրկության, մեղքի գերության եւ մեղքի գերությունից ազատվելու հետ ուղղակի կապ չունի։ Ժողովուրդ, հասկացեք։ Ոչինչ, որ դու ծառա ես, մի մոռացի, այս կյանքը ժամանակավոր է, այստեղի շատ իսկապես ծառա եղած մարդիկ այնտեղ պիտի լինեն թագավորներ եւ այստեղի շատ թագավորներ այնտեղ լինելու են ծառաներ։ Ալելույա։ Ալելույա։ Օ, թագավորական ամբիցիա ունես։ Այո, ես մեծ թագավորի որդին եմ։ Ես սուրբ ազգից եմ, թագավորական քահանայությունից, ընտիր ազգից։ Ալելույա։ Դրա համար ես ուրախանում եմ ուղղակի։ Կապ չունի ինչ եմ հագել, կապ չունի ինչ եմ կերել, կամ ընդհանրապես կերել եմ թե ոչ։ Ալելույա։ Ես ազատ եմ։ Հիմա արդեն, եթե հասկացար, որ իսկապես ազատ ես, կողքինիդ ասա, ես ազատ եմ։ Ալելույա։ Ալելույա, ես ազատ եմ։ Իմացի, ես ազատ եմ։ Քո ոչ մի ճնշումն իմ վրա չի կարող ազդել։ Քո ոչ մի մանիպուլացիան իմ վրա չի կարող ազդել։ Եվ սա հասկանալով որևէ ճնշում եւ որևէ մանիպուլացիա այստեղից եւ քո ուղղությամբ չեմ ուղղում։ Դրա համար այնքան եմ ազատ, որ չեմ վախենում ասում, ես քո ծառան եմ, որովհետև Աստված ինձ եթե Պողոսը կարող ասի, ես Պողոս, Քրիստոս Հիսուսի ծառա, էդ ինչ ա եղել մեզ հետ, էդ ինչ հիվանդություն են կուլ տվել, գիտես ով եմ, ես ձեր ծառան եմ, եւ սա իմ մեծագույն արժանիքն է, իմ տիտղոսն է, իմ փառքի պսակն է, ալելույա։ Դե ծափ տալուց հետո մի պահ զգաստացեք ու ասեք, հլը մի րոպե, Ռուբիկ եղբայր, ոնց որ երկու բան խառնեցիր իրար։ Դու ասում ես, մենք ազատ ենք, հետո էլ ասում ես, ես ձեր ծառան եմ։ Հիմա որն է ճիշտ։ Պողոս Առաքյալն է ճիշտ, Ավետարանն է ճիշտ։ Նորից կարդամ ես հատվածը, ուզում ես լսես։ Ամեն մեկ ինչ կոչումի մեջ որ կանչվեց, նրանում թող մնա։ Ծառա ես կանչել, հոգ մի արա, մի վախեցիր։ Դա փրկության, մեղքի, գերության հետ կապ չունի, այսքանը փակագծի մեջ, բայց եթե կարողանաս ազատվել, օգտվիր այդ հնարավորությունից, որովհետև Տիրոջ կանչած ծառան Տիրոջմով ազատվում է։ Ճիշտ այդպես, ինչպես ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է, մեծ գնով եք գնվել, մարդկանց ծառա մի եղեք։ Հալելույա, փառք Տիրոջը։ Շնորհակալություն Աստծուն, որ այս ճշմարտությունները մեզ սովորացնում է։ Ես փառք եմ տալիս Աստծուն այս մեծ օրվա համար, որովհետև այս մեծ ճշմարտություններից շատերը ես գիտեի, բայց այս ընթացքում ես 1, 2, 3 շաբաթվա ընթացքում հավաքեցի եւ իրար կողք դրեց եւ դրանով հիմա ուրախանում եմ։ Ես ուրախանում եմ ու ասում եմ, կա մեկը, որ
իր համար թանկ այդ ազատությունը, որ Քրիստոս տվեց։ Եկեք իրար հետ ուրախանանք ու Աստծուն փառք տանք։ Եթե փառաբանության խումբ էստեղ լիներ, ես կառաջարկեի, իհարկե չեմ ասում եկեք, չգաք։ Էստեղ լիներ, ես կառաջարկեի մի հատ իսկապես ազատության երգ երգեինք եւ իսկապես ցնծայինք Տիրոջ առաջ, որովհետեւ ես ազատ եմ։ Ամեն։ Փառք Տիրոջը, ես ազատ եմ։ Հիմա տեսեք, Պողոս առաքյալը ինչ է խորհուրդ տալիս Գաղատացիներին, 5-րդ գլուխ Գաղատացիների թուղթ առաջի խոսքը, արդ այն ազատությունը, որով Քրիստոս մեզ ազատեց, հաստատ մնացեք դրանում եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Ալելույա, ալելույա, փառք Տիրոջը, ալելույա, ես նորից ասում եմ փառք Տիրոջը, դժբախտաբար, դա այնքան շատ պատահած բաներից է, որ եկեղեցում կա, եւ ես որպես երկար տարիների հովիվ այնքան շատ եմ տեսել ազատված մարդկանց գերության վերադառնալը։ Դա նման է խոզին լվացված, որ վերադառնում է իր նախկին ցեղի մեջ եւ շանը փսխելուց հետո իր փսխածին դարձած, ինչպես մեր սիրելի եղբայրը Պետրոսը նույն բանը տեսնելով նույն արձագանքը տվեց եւ ես սովորեցի Պետրոսից։ Ալելույա։ Ամեն քրիստոնյա, որ ազատված լինելով երբեմն հետո վերադառնում է իր գերությանը, տարբերություն չկա ներկայացրած այս գեղեցիկ իլյուստրացիային, տարբերություն չկա, ալելույա։ Ես ազատ եմ, Հիսուսն ինձ ազատել է եւ մնալու եմ միշտ ազատ։ Ես միշտ մնալու եմ ազատ։ Ազատությունն ամենաթանկ բանն է եւ այդ ազատությունը, այդ թանկ ազատությունը ես երբեք չեմ վաճառելու, ոչ մի բանով չեմ վաճառելու, ոչինչի կերի չեմ լինելու, ես մնալու եմ ազատ։ Ամեն։ Որովհետև ազատությունն ինձ տվել է Քրիստոս, իսկ Քրիստոսի տվածը ամենաթանկն է։ Ալելույա, փառք Տիրոջը, ես ազատ եմ։ Ես ազատ եմ։ Ես իրավունք ունեմ սրանով ուրախանալու։ Ալելույա, ոչինչի կերի մի դարձեք, ոչինչի կերի։ Աստված ինձ, որպեսզի արագ կարողանամ այն բոլոր բաներին, որ ուզում եմ անդրադառնամ։ Շատերն իհարկե կուզենան ձեր ազատությունը սահմանափակել, որ ունեք Քրիստոսի մեջ։ Ինչպես դա տեղի էր ունենում առաքյալների օրոք։ Նայեք տեսեք Գաղատացիներին ինչ էր ասում Պողոս առաքյալը, ինչ էր պատմում իր անցած ճանապարհից եւ իր պայքարներից, ամենամեծ պայքարներից։ Գիտեք Պողոս առաքյալն իր բոլոր պայքարները չի գրել։ Միայն կարդում ենք 2-րդ Կորինթացիս գրքում, որ թե ինչ էր քաշեց, բայց չի մանրամասնում։ Եթե բոլորը մանրամասներ, երևի Աստվածաշնչից ավելի հաստափոր գիրք կստացվեր, միայն իր չարչարանքների պատմությունը, բայց գլխավորների մասին ինքը գրում է։ Եվ լսեք 2-րդ գլուխ Գաղատացիների թուղթ 4-ից 5 համարները։ Եվ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսումն ունենք, որ մեզ ծառայացնեն, որոնց մի ժամ էլ ականջ չդրին քնազանդվելու համար, որ ավետարանի ճշմարտությունը ձեզանում հաստատ մնա։ Ալելույա։ Ամենամեծ գերությունները, ես հիմա հայտարարում եմ բոլորովին տեղյակ լինելով, ամենամեծ գերություններից կրոնական գերություններն են, եկեղեցու միջոցով են այդ գերությունները փաթաթվել մարդկանց վզին։ Դարեր շարունակ, դարեր շարունակ, դարեր շարունակ եւ դարեր շարունակ։ Եվ ուզում եմ նաեւ հայտարարել, հիմա էլ, հենց հիմա էլ Հայաստանում էլ որոշ եկեղեցիներ կան, որոնք դա են ուզում։ Իմ նման չես հագնվում։ Արի իմ կապանքով քեզ էլ կապեմ։ Լսեք, եկեք ճիշտ հասկանանք։ Ես պարկեշտ հագնվելուն դեմ չեմ, միայն բոլորովին կողմ եմ, քրիստոնյան չի կարող անվայել հագնվի։ Որոշ քրիստոնյաներ անվայել հագնվում են մի պատճառով, որովհետև գերի են։ Բոլորն իրան ցուցադրում են, իմ ունեցածը ինչով է պակաս։ Գերություն է, տարբերություն չկա, բայց այդտեղ չխորանամ ես։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եվ հիմա գիտեք, նոր սահմանադրություն է գրվում, իհարկե քաղաքականության մեջ սա ընդամենը մի փոքրիկ
փագագծերի մեջ։ Եվ այդ սահմանադրության նախագծի մեջ բոլոր քրիստոնեական ավետարանական եկեղեցիները համարվում են կամ կոչվում են համայնքներ, ավելի ճիշտ կրոնական կազմակերպություններ։ Կա մի եկեղեցի միայն, որին առավելություն է տրվում եկեղեցի կոչվելու, եւ այդ եկեղեցին լուր համաձայնությամբ եւ մեծ ջանք արել կարծում եմ, որպեսզի դա գրվի։ Որպեսզի եթե մեկը չի գնում են տաճար, ուրեմն ինքը սահմանափակ է, որովհետեւ արեք մեր գերությունն ընդունեք, չենք ընդունելու։ Չենք ընդունելու։ Ես ուզում եմ ազատ լինեմ։ Ուզում ես ազատ լինես, ազատություն սիրողին, այս աշխարհը շատ նեղ է, ու շարունակությունը, իսկ մյուս օրենքներով, այս բացի առաքելական եկեղեցուց մնացած կրոնական կազմակերպության անդամները չեն կարող ծառայել բանակում, չեն կարող ծառայել ոստիկանությունում, չեն կարող ծառայել ազգային անվտանգությունում, կեցե ազատությունը։ Սա ազատ Հայաստանում է։ Փառք Տիրոջը, բայց ես ազատ եմ։ Ազատ եմ այս մասին բարձր խոսելու։ Փառք Տիրոջը։ Պողոս առաքյալն ասում է, սուտ եղբայրներ կային, չի ասում աշխարհի մարդիկ մտան եկեղեցի։ Ասում է սուտ եղբայրներ կային, որ եկան մտան մեր ազատությունը լրտեսելու, որպես մեզ գերի դարձնեն, բայց մենք նրանց մեկ ժամ էլ չլսեցինք։ Ալելույա։ Մենք ազատ ենք եւ ազատ էլ մնալու ենք։ Ազատ ենք ազատ պաշտելու, ազատ ենք ոչ սառած դիրքով, ով ուզում է սառած դիրքով թող պաշտի, ով ուզում է ձեռքերը այսպես թող ձեռքերն այսպես փառաբանի, ով ուզում է ձեռքերն այսպես թող այսպես փառաբանի, ով ծնկի կկա թող ծնկի վրա փառաբանի, ով կանգնած կլինի կանգնած թող փառաբանի։ Ալելույա։ Ես ազատ եմ։ Հիսուս Քրիստոսն ինձ ազատել է, որպես ազատ մարդ, պաշտեմ նրան ազատությամբ։ Ալելույա։ Եթե քրիստոնեական հավատքի մեծագույն ձեռքբերումն ազատությունն է, եւ եթե ազատությունը ուրեմն հետևություն այստեղից, ամենամեծ նշանը, ամենագլխավոր նշանն այն է, որտեղ Աստված է, այնտեղ ազատությունը։ Ալելույա, փառք Տիրոջը։ Եվ ազատությունը քրիստոնյայի դա նշան է, որ Աստված իր կյանքում ներկա է, Աստծո հետ է ինքն ապրում։ Ամեն։ Ուրեմն ազատությունն այն է, երբ որ դու քո երազանքները, քո նպատակները, ծրագրերը Աստծո համար ես իրականացնում։ Սա է ազատությունը։ Ազատությունն այն է, երբ որ դու պատերազմ ես հայտարարում ամեն տեսակ գերությանը, վերահսկողությանը, ուրիշի կարծիքով եւ ուրիշի ճաշակով ապրելուն, հագնվելուն, ուտելուն։ Ամեն տեսակ սահմանափակությանը դու դեմ ես, եթե դու ազատ մարդ ես։ Ուզում եմ նաև ասել, որ ազատությունը սա ամենաթողություն եւ սանձարձակություն չի։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Հիսուսն ասաց. Տիրոջ հոգին իմ վրա է։ Ասեց թե ոչ։ Այո։ Ազատությունն այն է, երբ որ Տիրոջ հոգին քեզ վրա է, որովհետեւ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունն է։ Ալելույա։ Ես շատ կուզենամ, որ կողքինիդ ասես, Տիրոջ հոգին իմ վրա է։ Ասա, Տիրոջ հոգին իմ վրա է։ Տիրոջ հոգին իմ վրա է։ Լսի աշխարհ, Տիրոջ հոգին իմ վրա է։ Ով ուզում է թող հեգնի, ով ուզում է թող զարմանա, ով ուզում է թող բարկանա, իսկ ով ուզում է թող ինձ հետ ուրախանա ու ասի, Տիրոջ հոգին իմ վրա է։ Ալելույա։ Դրա համար էլ ես ազատ եմ։ Տերն եկել է ինձ համար, որովհետև ես գերի եւ եկավ ինձ ազատելու համար։ Ալելույա։ Տերն եկավ, որ գերիներին ազատություն հրատարակի։ Գերիներ, այլևս ես լուծարում եմ, քանդում եմ, չեղյալ եմ հայտարարում գերության մասին ամեն օրենքը։
Ես եկել եմ, որպեսզի գերությանը գերի բռնեմ եւ որպես պարգևներ ազատությունը մարդկանց բաժանեմ։ Ալելույա։ Հարկ Տիրոջը։ Նա ով իսկական ազատության համը առել է մեկ անգամ, ես ասում եմ իսկական ազատության, քրիստոնեական ազատության, մեղքի բեռից ազատվելու ազատությունը, այն ազատությունը, որ Քրիստոսն է տվել, այդ մարդը երբեք ոչ մի գերության չի համաձայնվի։ Պողոսն ասում էր, անգամ մի ժամական չտվեցինք այդ սուտ եղբայրներին լսելու համար։ Փառք Տիրոջը։ Գաղատացիս 3:26, որովհետև ամենդ Աստծո որդի եք Քրիստոս Հիսուսի հավատքով։ Եվ մի ուրիշ համար եմ 4:31 եւ 25 համարներն եմ միացրել այստեղ։ Սրա համար եղբայրներ, մենք աղախնի որդիկ չենք այլ ազատի, որովհետև վերին Երուսաղեմն ազատ է, որ մեր ամենքի մայրն է։ Ալելույա։ Դրա համար այլևս ոչ հրյակը, ոչ հույն, ոչ ծառակը եւ ոչ ազատ, ոչ արուկը եւ ոչ եք, որովհետեւ դուք բոլորդ մեկ եք Քրիստոս Հիսուսում, այսինքն դուք բոլորդ ազատ եք։ Ես ազատ եմ։ Ալելույա։ Ալելույա։ Ոչինչ որ դու կին ես, դու ազատ ես։ Ոչինչ որ դու տղամարդ ես, դու ազատ ես։ Ոչինչ որ դու հայ ես, դու ազատ ես։ Ալելույա։ Հայեր ազատ եք Հիսուս Քրիստոսի անունից Պողոս առաքյալի խոսքը նկատի ունենալով ես հայտարարում եմ Հայաստանն ազատ է եւ հայերն ազատ են Հիսուսի համար ապրելու Ալելույա Գերությունը չարիք է, գերությունը պատիժ է, գերությունը արհավիրք է Սաղմոս 137 Բաբելոնի գետերի մոտ այնտեղ նստում էինք եւ լաց լինում Սիոնը հիշելիս նրա միջուրեններից կախ էինք տալիս մեր քնարները որովհետեւ մեզ գերի անողները մեզանից օրհներգության խոսք էին պահանջում եւ մեզ գերի տանողներն ուրախություն Տիրոջ օրհնությունն ինչպես երգենք օտար երկրում Գերի մարդիկ չեն կարող Տիրոջ նորթել Միայն ազատ մարդիկ են կանգնում էստեղ, բարձրացնում ձեռքերը և Տիրոջն օրհնում։ Մարդիկ կան, ամեն ինչի հանդիպում են, գալիս են, թե չգիտեմ, շատ թե քիչ նշանավոր, վերջից, երրորդ շարքի, երկրորդ նստատեղը նստած ու հուշ-թուշ տեղած, թե հեսա կամերան հանկարծին վրա չպահեք։ Բոլոր կամերաների վրա պահեք։ Ալելույա, ես ազատ եմ, ազատություն, եթե եկեղեցում էլ պիտի ազատություն չլինի, ուրեմն եկեղեցին ամենադժբախտ վայրն է, բայց ես ազատ եմ, և քանի դեռ Տերը ինձ օր տա, Քանի դեռ Տերը ինձ հնարավորություն տա, որ այստեղից քեզ հորդորեմ, ուրեմն քեզ էլ պիտի խորհուրդ տամ, հորդորեմ, սովորեցնեմ, որևէ բանի գերության տակ չմտնես, ոչ մի գնով։ Գերությունը օրհնություն չի, անեծք է։ Գերի մարդը չի կարող իսկական Տիրոջը օրհնի։ Հիա բարձր երգեմ, բա որ լսեն։ Օ, ես պատուհաններս կբացեմ տան ու բարձր կերգեմ, թող լսեն։ Ալելույա։ Բա որ ինձ տեսնեն, ես ազատ եմ, Հիսուսն ինձ ազատել է, որ ինչ ուզում եմ անում եմ, իմ դուրը գալիս է այստեղից քարոզեմ, իմ դուրը գալիս է այստեղից երգեմ, ես ազատ եմ, չհասկացա, ազատ եմ ես, ամեն, օտարության մեջ, գերության մեջ, ստրկության մեջ, Աստծուն օրհնել հնարավոր չի, ինչպես օրհնենք Աստծուն, երբ որ գերի ենք, Դրա համար շատերն ուղղակի չեն կարողանում, ձեր երգը բարձր է, ինչ անենք, թորիդ հարսանիքի երաժշտությունից էլ է բարձր։ Էդ ինչու, այնտեղ սիրուն տնկտնկում է,
ես, իսկ այստեղ ձեռքերդ չես ուզում բարձրացնես։ Ինչ է պատահել։ Բա, բերեցիր ու համեմատեցիր, իսկապես համեմատելու չի, բոլորովին համեմատելու չի, այդքան անհամապատասխան համեմատություն, ոնց կարելի է Տիրոջը երկրպագելը, Աստծու ամենակարողի առաջ կանգնելը երկրպագելը, ինչ որ մի անգամ ամենարժեքավոր հարսանիքի հետ համեմատել, ինչպես կարելի է, Ալելույա, ես ազատ եմ, Փառք Տիրոջը, որ ես ազատ եմ, եթե ազատ չլինեի, այս պատգամը դու չէիր լսի, Տիրոջը պաշտելը, Տիրոջը հաճեցնելը, Տիրոջ դուր գալը, Տիրոջը աղոթելը և Տիրոջը օրհ ներքելը ամենից շատ խանգարում է անազատությանն ու գերությանը, Ալելույա, երբ որ դու կանգնում ես Տիրոջ առաջ երգելու, դու խանգարում ես գերությանը, Ալելույա, Գերության կապանքները քանդվում է քո կյանքում, երբ որ դու կանգնում ես աղոթքի երկրպագելու, Ալելույա, դրա համար ավելի հաճախ արեք այդ բանը, ավելի հաճախ արեք, երբ որ դու վերցնում ես գիրքը, որ քեզ սովորեցնում է, Աստվածաշունչը, Ավետարանը, որ քեզ սովորեցնում է ազատ ապրել, ամեն գերության, ամեն կազմակերպություն, դժոխքը եւ իր բոլոր ծառայությունները գործի են լցվում, սոս Տագնապ, առաջի աստիճանի, Ալելույա, ես ուզում եմ, որ դու դժոխքի համար տագնապ առաջացնես շատ, ես ազատ եմ Տիրոջը երկրպագելու, Ալելույա, փառք Տիրոջը, ես պիտի շարունակեմ, ազատ մարդը միայն կարող է ընտրել լավը, բարին, բայց ով ազատ չէ, նա չի կարող ընտրել, կարող է ցանկանալ, կարող է ուզենալ, բայց ընտրել չի կարող, Լսեք, ես այն ինչ որ ասում եմ, սրանք իմ մտքերը չեն, ես այդքան խելացի մարդ չեմ, ես ուղղակի խելացի գիրք եմ կարդում, ես խելացի Աստծու եմ ծառայում, խելացի հոգին է ինձ առաջնորդում, Ալելույա, հիմա լսեք, որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն իմ մարմնում, մի բարի բան չի բնակվում, քանզի կամենալը կա մոտս, բայց բարին անելը չեմ գտնում, քանզի ոչ թե բարին, որ կամենում եմ, անում եմ, այլ չարը, որ չեմ կամենում, այն եմ գործում, ուրեմն եթե այն, որ չեմ կամենում, այն եմ անում, էլ ես չեմ անում, այլ չեմ անում այն, բայց ինձ անում բնակված մեղքը, ուրեմն գտնում եմ մի օրենք, որ երբ որ ես կամենում եմ բարին անել, չարն ինձ մոտ կա, որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքին, ներսի մարդով, բայց տեսնում եմ ուրիշ օրենքի անդամներում, որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է և ինձ գերի է բռնում, Ալելույա, ահա գերությունը, ահա որտեղից է սկսվում գերությունը, ահա ինչ է գերությունը, նրանք ովքեր ազատ են ընտրելու, ես կիրակի օրը ոչ մի աշխատանք Տիրոջը պիտի ծառայեմ իր եկեղեցում, ես պիտի եկեղեցի գնամ, ես ազատ եմ, իսկ ոչ ազատ մարդիկ, Ռուբիկ եղբայր, այնքան եմ ուզում կան, քիչ ամնում ես էլ հավատամ, որ այդքան ուզում ագան, չի ստացվում, ես ազատ եմ, նորից կրկնեմ, սա շատ կարևոր միտք է, նրանք ովքեր ազատ չեն, նրանք չեն կարող ընտրություն անել, նրանք կարող են միայն ցանկություն ունենալ, իսկ ընտրություն անում են նրանք, այն մարդիկ, որոնք ազատ են, իսկ ես ազատ եմ, ամեն, փառք Տիրոջը, Ալելույա, դրա համար էր Հիսուսն ասում, սրտից են դուրս գալիս, բերան մտածը չի պղծում մարդուն, դրա համար էր Հիսուս սովորեցնում, որ դառնալ լույս, սիրել ընկերոջը այնպես, ինչպես սեփական անձը, դրա համար էր Հիսուս սովորեցնում, որ սրանով միայն կճանաչեն ինձ, որ իրար վրա սեր ունենաք, և նոր պատվիրան եմ տալիս, որ դուք իրար սիրեք, այնպես, ոչ թե իրար շատ սիրեք, շատ սիրեք, չէ, այդ քո շատ սիրելը պահի քեզ, սիրեք այնպես իրար, ինչպես ես սիրեցի ձեզ, ամեն, փառք Տիրոջը, Ալելույա, հիմա տեսեք, տեղափոխվենք երկրորդ Սաղմոս,
Շատ եմ ափսոսում, որ ես արդեն տեսնում եմ, որ ես իմ պատգամի կեսին էլ դեռ չեմ հասել եւ ժամանակս լրանում է, բայց այստեղ շատ ասելիք կա։ Միգուցե կանդրադառնանք էլի։ Երկրորդ Սաղմոս 1-2 համարները։ Ինչու համար են խռովություն անում հեթանոսները եւ ազգերն ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Հիմա ահա Տիրոջ եւ նրա օծյալի արձագանքը։ Կոտրենք նրանց կապանքները եւ դենք ցենք նրանց չվանները մեզանից։ Ով ուզում է թող վեր կենա։ Հələ տեսեք ովքեր են, ինչու համար են խռովություն անում հեթանոսները եւ ազգերը ունայն մտածում։ Երկրի թագավորները վեր են կենում եւ իշխաններն էլ իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Կոտրենք նրանց կապանքները, կոտրենք նրանց կապանքները եւ դենք ցենք նրանց չվանները։ Ալելույա։ Ալելույա։ Լսեք, ով ուզում է կայանա։ Փորձում է, իր ուժերը սկզբից փորձում է, խեղճ ու կրակ իրանց կարծիքով եկեղեցու վրա կայանալ։ Ով ուզում է հասարակության մեջ ընդունվի։ Հո, եկեղեցու մասին վատ բաներ ասում, վատ բաներ գրում։ Հո, Տեր իմ Աստված։ Հա, իսկ թագավորների համար սահմանադրորեն նսեմացնել Տիրոջ օծյալների կարգավիճակը ինչ մեծ գործ է որ։ Իհարկե, իրանց կարծիքով, բայց դրանից հետո տեսեք ինչ է գրված, 4-րդ համարը, երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ Ալելույա, խնդրեմ, որքան ուզում եք, ահա թե ում հետ գործ պիտի ունենաք։ Խնդրեմ, բայց խորհուրդ եմ տալիս, բարեկամավարի, մտածեք, Աստծու հետ պատերազմելը անհնարին գործ է, վտանգավոր գործ է։ Եվ նրանք ովքեր եկեղեցու մասին ուզում են ինչ-որ լավ կամ վատ բան ասեն, նրանց աչքի առաջ կարելի է կախել այն զիգզակ նշանը, не трогай, убьет։ Տերն է ծիծաղում։ Նրանք ովքեր երբևէ ուզեցել են ազատություն սահմանափակել, նրանց վրա Տերը ծիծաղել է։ Պատմության օրինակը վերցրեք։ Այո։ Ես մի քանի օր առաջ կարդում էի մեծ մարդկանց վերջի խոսքերը մահվանից առաջ։ Իհարկե այնքան հետաքրքիր բաներ կա։ Մեծ մի աստվածաուրաց փիլիսոփա աթեիստ կար, որի դայակը, որի կողքին ա եղել իր մահվան ժամանակ, գրել է հետևյալը. ես ամեն բան կտամ, աշխարհի ամենաթանկ հարստությունները կտամ, միայն ներկա չլինեմ եւս մեկ ուրիշ մարդու հոգեվարքի։ Ահավոր էր։ Իսկ երբ որ գա այդ ժամը, Տերը իր հրեշտակներին պիտի ուղարկի, որ գան ինձ տանեն, որովհետև ես ազատ եմ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եվ նորից, եւ այն ներս պրծած եղբայրները, որ ներս մտան մեր ազատությունը լրտեսելու համար, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսում ունենք, որ մեզ ծառայեցնեն, որոնց մեկ ժամ էլ մենք ական չտրամադրեցինք լսելու եւ հնազանդվելու համար, որ ավետարանի ճշմարտությունը ձեզ մեջ հաստատ մնա։ Իսկապես այս աշխարհակարգը ազատության եւ ճշմարտության համար չի շինված մեղքի պատճառով։ Դրա համար էր ասում, քանի որ կա երկրի վրա, հիշում եք, հետո ինչ, շահ ու կերի, ստրուկ ու տեր, չի լինելու, ոչ խաղաղ կյանք եւ ոչ էլ սեր, չի լինելու, ազատություն, ելք չկա, կամ մահ, կամ ազատություն, այստեղ է, հենց այս պահի համար է այդ խոսքն ասված, ոչ թե, կամ ես պտի ունենամ, կամ եմ պտի ունենամ, միայն իմ դիակի վրայով, չէ, կամ մահ, կամ ազատություն, եւ եթե չկա ազատություն, ուրեմն մահը կա, էլ պետք էլ չի որ փնտրես, ես ընտրել եմ ազատությունը,
Ամեն։ Եկեղեցի դու ազատ ես։ Փառք Տիրոջը։ Դրա համար Հիսուսն ասում էր, ես այս աշխարհից չեմ, ինչպես դուք էլ այս աշխարհից չեք։ Ամեն տեղ անգամ եկեղեցում վտանգ կա գերության, եւ դու պիտի զգուշ լինես։ Ինչ որ մեկն անմիջապես ուզում է քեզ տիրի։ Արի մի հատ քեզ համար մարգարե անամ։ Արի ես քո համար մարգարե անամ, դու սուտ մարգարե ես։ Մարգարեությունը շինում է, սփոփություն է բերում եւ մխիթարում է։ Օ, մտածի 15 տարի, 6 ամիս եւ 7 ժամ առաջ դու մեղք ես գործել, որ դու արի ինձ ենթարկվի։ Չէ, չենթարկվեք ոչ մի անազատության։ Ալելույա։ Ազատ մարդիկ օգնում են, որ մարդիկ բարձրանան։ Ազատ մարդիկ երբեք մարդկանց չեն նսեմացնում, չեն ցածրացնում։ Ազատ մարդիկ երբեք մարդու մեջ վախ չեն առաջացնում, որովհետև վախն ազատությունից չի։ Վախը չարի հոգուց է, ոչ թե սիրո մեջ վախ չկա։ Այո, ալելույա։ Այո, զգուշ մնացեք, դու ազատ եք։ Դուք ազատ եք, ավետարանից բացի ուրիշ որևէ մի աղբյուր ձեզ համար թող որևէ հիմք եւ գործնեության ձեռնարկ չդառնա։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ինչ որ մեկն ասում է, գիտեք, հիմա այնքան ազատ է քրիստոնեությունը, ոչ մի հալածանք չկա։ Ասեմ քեզ, պարզ ասեմ, լսի ամբողջ աշխարհ եւ դուք լսեք։ Ուզում ես հալածանք ունենաս։ Սկսի խոսել ճշմարտություն եւ մի ստի։ Չհասկացաք։ Ով սկսի այսօրվանից խոսել ճշմարտություն, հալածանք կունենա տանը։ Հալածանք կունենա եկեղեցում։ Այդ դու ասեցի Ռուբիկ եղբայր։ Այո։ Ես ասեցի։ Դրա համար նաև ուրիշ բանել եմ ասում։ Ազատ մարդիկ ազատության ձգտողներին եւ ճշմարիտ խոսողներին չեն սահմանափակում ու չեն հալածում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Բայց չէ որ դու որոշել ես միայն ճշմարտությունը խոսես քո ընկերոջ հետ եւ սուտ չխոսես։ Չէ որ Պողոսը քեզ համոզեց, դու էլ ասեցիր Պողոս ջան, այսօրվանից այսպես կանեմ, չես կարդացել։ Ոչ ոք իր ընկերոջ հետ սուտ չխոսի։ Ամեն մարդ թող իր ընկերոջ հետ խոսի միայն ճշմարտությունը։ Միայն խոսեք ճշմարտությունը, մի խաբեք մարդկանց։ Եվ կհալածվեք, օրհնյալ լինի։ Հիսուսն ասում էր, ով որ ուզում է իմ հետևից գա, թող վերցնի իր խաչը, գա կունենաք այս հալածանքի հետ միասին։ Ամեն, օրհնյալ լինի դա։ Նորից կրկնում եմ, չկա մեկը, որ ճշմարիտ խոսի ամեն տեղ եւ չհալածվի։ Եթե դու իսկապես անկեղծ մարդ ես, քո ամբողջ էությունով կասես, այո, եթե ես այստեղ, այնտեղ եւ ամենտեղ։ Ամեն, փառք Տիրոջը։ Ուրեմն, նրանց անգամ 1 ժամ ժամանակ չտվեցինք լսելու եւ հնազանդվելու, որովհետեւ 5:13-ում գրում է, որովհետեւ դուք ազատության համար եք կանչվել։ Իսկ ազատության համար կանչվածները լսում են Սաղմոս 2-ի խոսքը. կոտրենք նրանց կապանքները եւ դենք գցենք նրանց ճվանները մեզանից։ Ահա, միակ արձագանքը. կոտրենք, դենք գցենք, կոտրենք, դենք գցենք, կոտրենք, դենք գցենք։ Մենք ամեն գերություն կոտրում ենք ու դեն ենք գցում։ Հալելույա։ Դու հասկանում ես։ Ամեն, կոտրենք եւ դենք գցենք։ Քեզ կապանք պետք չի։ Քեզ գերություն պետք չի, որևէ տեսակ։ Ինչ ուզում ա թող դրա անունը լինի։ Դրա անունը եթե փողա քեզ փող պետք չի։ Ես կաղոթեմ, եթե դա փողը քո համար կապանք է, գերություն է, թող Աստված քեզ ազատի դրանցից։ Ամեն։ Ամեն։ Եվ այսպես շարունակ։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Ոչ մի տեսակ կապանք մեզ պետք չի։ Ոչ մի չվան քեզ պետք չի, ոչ կրոնական, ոչ ավանդական, ոչ հայրական, ոչ մայրական, ոչ պապական, ոչ նորաթուղ, ոչ նյութական, ոչ հոգևոր, ոչ անցյալի, ոչ գալիքի։ Ես ուզում եմ ապրենք ազատ։ Կոտրենք մնացած կապանքները, չվանները, որոնք մեզ ազատությունից զրկում են։
Ցանկացած իրավիճակում պիտի ձգտենք ազատ լինել, մնանք ազատության մեջ եւ պայքարենք ազատության համար։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, հագնվեք Աստծո դուրը գալու համար եւ ոչ թե որովհետեւ բոլորը այսպես են հագնվում։ Խոսեք Աստծո դուրը գալու համար, ոչ թե խոսեք այնպես, ոչ թե երբեմն գիտեք, խոսակցության մեջ էլ մարդը, քանի որ անազատ է, պետք է այս խոսքը երկարացնի, այդ խուճուճիկ խոսքերը, լսեք, ազատվեք այդ գերությունից։ Ազատվեք։ Փառք Տիրոջը, ես ազատ եմ։ Պողոս առաքյալը 2 Տիմոթեոս առաջի գլխի 11-12 համարում ասում է հետևյալը. Ես ավետարանի միջոցով քարոզիչ եւ առաքյալ եմ կարգվել եւ հեթանոսների վարդապետ, որ այդ պատճառով էլ չարչարանքներ եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետեւ գիտեմ թե ում եմ հավատացել եւ համոզված եմ եւ որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև այն օրը։ Երկու բանից է կախված Քրիստոսի ազատ մարդու աշխարհայացքը, երկու բանի վրա է հիմնվում։ Առաջինը ճանաչել քեզ, քո կոչումը, երկրորդը ճանաչես նրան, ում որ դու հավատում ես։ Հալելույա։ Ես ճանաչում եմ, ես քրիստոնյա եմ, ես կանչված եմ ազատության համար, ես կանչված եմ, որպեսզի մարդկանց օգնեմ, ես կանչված եմ մարդկանց ծառայեմ, ես կանչված եմ մարդկանց բարձրացնեմ, ես կանչված եմ մարդկանց սիրեմ, ես կանչված չեմ մարդկանց ատեմ, ես կանչված չեմ մարդկանց մասին վատ բան խոսեմ։ Ամեն։ Ես հովիվ Ռուբիկն եմ, Աստծո ծառա Ռուբիկն եմ, եւ գիտեմ, հələ սպասեք, գլխավորը այդ չի, գլխավորը հիմա կասեմ, եւ գիտեմ, թե ում եմ ծառայում, նա ասում է, կոտրեք ամեն տեսակ գերության կապանքները, եւ ամեն սահմանափակության չվանները, այրեք, հալելույա, անգամ մեկ ժամ ականջ մի տվեք լսելու, եւ մի հնազանդվեք, փառք Տիրոջը, ազատությունն այն է, երբ գիտես, թե ով ես դու եւ ինչ է քո միսիան, նաեւ գիտես, թե ում ես ծառայում, դու գիտես, անում ես, ուզում եմ իմանալ, մեր մահվան մահճում, իսկ դրանից առաջ ամեն 7-րդ օրը, սկզբից ասեմ մահվան մահճի մասին, մահվան մահճում մենք մի հարցի ենք պատասխանելու, կարողացանք, ուզեցինք, արեցինք այն, ինչ Աստված մեզ հանձնարարել էր, թե ոչ, մնացածը, բոլորը ավելնորդ էր, այս մի քանի օր առաջ, կարծում եմ դեռ հիմա համացանցում պետք է լինի, Ստիվ Ջոբսի վերջի մահվանից առաջ խոսքերը, եթե փնտրեք համացանցի մեջ կգտնեք, եւ այդ աշխարհի մասշտաբով ամենամեծահարուստներից մեկը, ամենահաջողակներից մեկը մահվանից առաջ ինչեր ասում կարդացեք, ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Եվ ամեն մեկս ասում է, երբ որ այն իրավիճակում ես, որ քո կյանքը կախված է արդեն այն սիգնալներից, որ այն ապարատները մեխանիկական անկյանք սիգնալներ են տալիս, ասում է, երբ որ կյանքը դրանից է կախված, քո արդեն ապրած կյանքի մեջ գալիս են մի ուրիշ բաներ, որ կարևոր էին, դու արեցիր կամ չարեցիր։ Մտածեք այս մասին։ Մահվան մահճում մենք երկու հարցի ենք պատասխանելու։ Մի հարցի, ամենակարևոր հարցին։ Արդյոք ինձ հաջողվեց անել են, ինչ որ Աստված հանձնարարել էր, կամ ուզեցի։ Իսկ մինչև դրան հասնելը Աստված ամեն 7-րդ օրը քեզ հնարավորություն է տալիս։ Գաս Տիրոջ տուն, Տիրոջ առաջ այդ հարցին պատասխանես։ Ամեն։ Ամեն։ Անցած շաբաթում ինչ արեցիր։ Դե կանեմ հələ։ Այսօր արեցիր, ուրեմն կանես, եթե այսօր չես անում, ուրեմն չես անի։ Եթե այստեղից հետո, եթե որոշել ես մեկի հետ հաշտվելու, եթե այսօր ուղիղ չգնաս այնտեղ, չհաշտվես, վաղը չես հաշտվելու սուտը։ Մի խափի քեզ։ Ամեն։ Եթե մեկին ինչ-որ լավություն պետք է անես, մեկը սոված է, պետք է ինչ-որ բան տաս իրան։ Եթե այսօր գնացիր ու տվեցիր, ուրեմն տվեցիր, եթե չէ ինքը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Չտա Աստված, որ մենք այդ վերջի հարցին չկարողանանք պատասխանել մահվան մահճում։ Մահվան մահճից առաջ էլ Պողոսն ասեց, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Հիմա ինձ մնում է արդարության պսակը։ Հալելույա։ Ազատ մարդիկ այսպես են ապրում, եւ ազատ մարդիկ այսպես են մեռնում։ Եվ ազատ մարդիկ էլ նվնվոց չեն անում, թե հեսա պիտի մեռնեմ։ Ազատ մարդիկ ուղղակի փառքով մեռնում են։ Ամեն։
Փառք Տիրոջը։ Ալելույա։ Եվս մի նկարագիր, ազատ մարդու, կեցվածքի, վերաբերմունքի, առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 4-ից 3-ից 4 համարները, բայց ինձ համար ոչինչ բան է, որ ձեզանից դատվեմ, կամ մարդկային դատաստանից, որովհետև իմ անձի համար էլ բան չգիտեմ, բայց սրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ Ահա ազատ լինելու բանաձևը։ Լսեք, ես գիտեմ, որ ինձ դատողը Տերն է։ Ես գիտեմ, որ Տերն ազատության հեղինակն է, ազատությունը Տերից է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունը։ Ուրիշ բանը ինձ չի կարող սահմանափակել։ Դու ինձ դատում ես, լավ ես անում, բայց լավ կլինի չդատես։ Ես էլ իմ մասին չեմ դատում, ես ուղղակի ուզում եմ ազատ ապրեմ Տիրոջ համար։ Սկզբունք։ Մարդկային դատողությունները, մարդկային վերաբերմունքները թող չափանիշ չլինեն, հանուն սրա։ Ազատությունն այն է, երբ որ մարդը գործում է առանց անհրաժեշտության։ Հասկանում ես։ Դե անհրաժեշտ է, սա պիտի ասես։ Ուրեմն դու ազատ չես։ Ինչ է նշանակում անհրաժեշտ է։ Ինձ համար անհրաժեշտ է ազատ ապրել։ Անհրաժեշտ է Տիրոջը փառավորել, որովհետև նա ինձ գնեց իր համար, ես իրանն եմ։ Ալելույա։ Առաջի Կորինթացիս 6:12 ահա ազատության ձգտող մարդը, ինչպիսի եւս ինչ որ մի բան եմ ասում, հիմք։ Առաջի Կորինթացիս 6:12 ամեն բան օրինավոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ, ամեն բան օրինավոր է ինձ, բայց ես չպիտի որևէ բանի իշխանության տակ լինեմ։ Ալելույա։ Ամեն բան օրինավոր է։ Ես կարող եմ այստեղ գալ, կարող եմ այնտեղ գնալ, դու կարող ես այս եկեղեցի գալ, կարող ես այնտեղ գնալ, բայց հետարքիր է, ինչու ես այստեղից այնտեղ գնում կամ այնտեղից այստեղ գալիս։ Ես ամեն բան կարող եմ։ Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ամեն բան չի օգուտ։